նրանք ովքեր գնում են կորուսյալ հայրենիքը հետ վերելու ճանապարհով ներկայիս Հայաստանի Հանրապետության պետականությունն են վտանգում, ինչպես կմեկնաբանեք, պետք է արդյոք Հայոց ցեղասպանությունը շարունակի ճանաչումը լինել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, թե ոչ։ Ուրեմն ես որպես հայ քրիստոնյա ազգ, որ այսօր իմ ժողովուրդը իրենց պայքարով, իրենց մասնակցությամբ արդեն 44 մեծ հզոր պետություններից առավել ընդունել են ցեղասպանությունը, որ դա միայն հարկավոր է հարգել գնահատել, դա աշխատանքն է մեր ամբողջ հայ ազգի, դրսի ազդեցիկ մեր հայերի, մենք չենք կարող մեր անցյալը մոռանանք, ուրեմն եթե մոռանանք, ուրեմն ապագա չենք կարող ունենալ։ Ես 101-ի կապակցությամբ Սովետաշրջանում կառուցել եմ ցեղասպանության եկեղեցի, այնպես որևէ մի հայ իրավունք չունի ոչ ուրանալու, ոչ մոռանալու։ Ես ուրիշ հարցեր այսօր չպատասխանեմ, ինձ կներեք։ Դուք ասել եք երբևէ չեք մտածի, որ կվախենան իշխանությունները Արարատին նայել։ Ասել եմ, կարող է հրաժարվում։ Ասել եմ, որ այսօր ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչ չի կարող Հրիշչյանի նայի մասից Սարին, չի կարող ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել, որ այսօր տաճարը Ստեփանակերտում քանդում են, դա մենք չենք պատկերացրել, անհնար եղել այդ մասին մտածել։ Պարոն Ծառուկյան, եթե փարթի են անելու, պարոն Ծառուկյան, խորոված փարթի են անելու հաջորդ օրը, ձեզ համար դա նորմալ է։ Սիրելի լրագրողներ ջան, գիտեք Ծառուկյանը հարցերից չի խուսափում, ինչ որ պատկերացնում եմ, ինչ որ մտածում եմ, այսօրվա օրը թողեք հանգիստ, այսօր եկել են գործել հարգանքի տուրք մատուցելու, տեսնում ես ամբողջ ժողովուրդ հայցել իրենց երեխաների, թոռների հետ, ամբողջ աշխարհը սգում է, հիշում է, մենք պետք է միասնական լինենք այդ ստեղծած արածը, որ եթե այսօր 42-ից ավել խոշոր պետություններ ընդունել են, օրենքներ են ընդունել, քրեական են դարձել, ովքեր որ հակառակ ասեն։ Նույնը մենք պետք է անենք եւ պետք է ոնց որ Գերմանիան ընդունեց հրեաների ցեղասպանությունը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի։ Նորեն ժամանակ կարող ենք մնացած մասին խոսել։ Թողեք գնանք, եւ գիտես չեմ խուսափում հարցերից։ Եվ ասես, այսօր անցնի առաջիկա օրերին վարչապետի տեխնացուների թիվը ավելացավ, պարոն Ծառուկյան։ Չէ, 4-ն են։ 4-ն են։ Բայց չեք ասի ովքեր են։ Բայց մեկը ասելու ենք, դուք եք համաձայնություն տալու, իմ թիմակիցներն են լինելու ապագայի վարչապետ, որ ես մեր ժողովուրդը այս վիճակից դուրս գա, դες ցավը տանեմ, գնացեք շփվեք, ցանկացած որտեղ կլինի, վարչական շրջան կլինի գյուղեր, մարդկանց վիճակը ծանր է, մտքերի մեջ, պատի տակ նստած, ջղայնացած, թեկոս պետք է վարկը փակի, եւ պետք է խնդիրը կա։ Մենք ազգովի պետք է մտածենք դա անենք։ Կապ չունի Ծառուկյաննա որ կուսակցություն, այլ ազգովի, երբ որ եղանք միասնական, ընդհանուր ցավացանք համախմբել, գնահատել, ով այդ փորձը ունի, այդ ցանկություն ունի, կապերն ունի, պետք է խնդրենք, կանգնենք կողքը, մենք այս վիճակից դուրս գանք, դες ցավը։ Դուք շարունակում եք խնդրել, որ Ռոբերտ Քոչարյանին չեք ընտրի վարչապետ, եթե օրինակ նրա շուրջ համախմբում լինի։ Բայց ես նորից եմ ասել եւ համապատասխան Ռոբերտ Քոչարյանն էլ ասել, ով առաջինը կլինի, այդքան շատ զեն կտանի, նա էլ կորոշի։ Դուք պատրաստ եք ընտրել ամենաշատ քվեստացող ընդդիմադիր ուժի տեխնացուին։ Ես ասեցի, հիների հետ գործ չունեմ, գործողները Քոչարյանն Բայց դες ասում են մի հին դուք եք, պարոն Ծառուկյան։ Դες ասում են մի հին, այսինքն նախկին էլ դուք եք։ Նախկին էլ ես որն եմ ասեմ նա տա։ Եպեք ինձ հնարավորություն տվել։ Ամբողջ կյանքը պայքարել եմ, որ կարողանամ այդ ծրագիր իրականացնեմ, իմ կապերն օգտագործեմ, ժողովրդի մատից խուշ անենք, մեր երկիրը ծաղկացնենք, զարգացնենք։ Հասարակ մի բան, այսօր Հայաստանում ունես մի հատ ոլորտ սպորտ, այն էլ որ Ծառուկյանը հիմքը դրել է, գումարներ դրել է, զարգացել է 25 տարի, որ այսօր եւ թիմային եւ աշխարհում բացի ոսկե մեդալից ուրիշ բան չի։ Քաղաքական որոշում է սպորտի հետ։ Պարոն Ծառուկյան, Ես խոստովանեցի չէ որ կպատասխան։ Շնորհակալություն, ես ձեզ կասեմ։ նախագահի պաշտոնից։ Ես քեզ հարգում եմ, խնդրում եմ քեզ։ Թեման Բայց ուղղակի ո՞չ չեք ասում։ երեխեք լավ, ավարտենք այս տանով, շնորհակալություն, էլ առաջիկա օրերին։ Արդի